Ուկրաինական կողմը հայտնում է, որ գիշերը Խարկովի հյուսիս-արևելքում ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, 13-ը վիրավորվել են։ Կիևը պնդում է, Ռուսաստանը տարբեր տեսակի 162 անօդաչու թռչող սարք է արձակել, որոնցից 125-ը խոցվել են։ Ուկրաինական կողմը հայտնում է, որ Դաշնության գիշերային հարձակումից ամենաշատը Խարկովի, Չեռնիգովի և Դնեպրոպետրովսկի մարզերն են տուժել։ Չեռնիգովի և Դնեպրոպետրովսկի մարզերի իշխանությունները զոհերի մասին չեն հայտնում։ 3.5 տարի շարունակվող պատերազմի ընթացքում Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաքը Խարկովը վերջերս հաճախ է ավիահարվածների թիրախ դառնում։ Ռուսաստանի անվտանգության մարմինները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերը լրացուցիչ ուժեր են տեղակայում Խարկովի շրջանի Վոլչանսկ քաղաքում։ Ռազմական փորձագետները նկատում են, Խարկովի արևելյան մասում Ուկրաինայի զինուժի ամենակարևոր պաշտպանական հանգույցներից մեկի գրավումը ավելի կբարդացնի ուկրաինական բանակի լոգիստիկան ռազմաճակատում։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ Պոկրովսկում, որի մեծ մասը դեռ անցյալ շաբաթվանից ռուսական կողմի հավաստիացմամբ իրենց վերահսկողության տակ է։ Դաշնության ռազմական ուժերը հայտնում են, վերջին մեկ օրում ռազմաճակատի այդ հատվածում ուկրաինացիները 210 զինվոր են կորցրել, 3 զրահափոխադրիչ, 7 զրահապատ մարտական մեքենա։ Այս գիշեր անհանգիստ է եղել ոչ միայն Ուկրաինայի, այլև Դաշնության օդային տարածքում։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է Ռուսաստանի տարածքում 93 ուկրաինական անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, ուկրաինական զինված ուժերը քաղաքացիական ենթակառուցվածքներ են թիրախավորել։ Ամենաշատը Բելգորոդի, Կրասնոդարի, Վորոնեժի, Նիժնի Նովգորոդի մարզերում։ Մարիամ Ամերջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։